Բարև ձեզ։ Մենք շարունակում ենք աշխատել Tankable միջավայրում եւ այսօր ծանոթանալու ենք սենսորների հետ։ Սենսորները դրանք փոքրիկ գործիքներ են, որոնք տեղադրված են մեր հեռախոսների մեջ եւ տրամադրում են մեզ տվյալներ շրջակա միջավայրի մասին։ Եվ մենք կարող ենք վերցնել այդ տվյալները եւ օգտագործել մեր հավելվածում։ Այդպիսի տվյալներից է օրինակ, երբ հեռախոսը մենք պտտում ենք կամ հեռախոսը թափահարում ենք, կամ թվային կողմնացույցը, որը որ ցույց է տալիս արդեն հյուսիս-հարավը, այդ բոլոր անհրաժեշտ գործիքները տեղադրված են մեր հեռախոսների մեջ։ Եկեք ստեղծենք նոր նախագիծ եւ փորձենք ծանոթանալ այդ գործիքների հետ ու նրանց բլոկերի հետ։ Tankable-ի մեջ այստեղ կոմպոնենտների բաժնում կա առանձին հատված, որը կոչվում է Sensors։ Այստեղ մենք կտեսնենք հենց ամենաառաջին սենսորը իրենից ներկայացնում է timer գործիքը։ Timer անունը արդեն մեզ հուշում է, որ այն կապված է ժամանակի հետ եւ մենք կարողանալու ենք ժամանակը հաշվել։ Մինչ կոդավորմանը անցնել եկեք այստեղ տեղադրենք label, որի մեջ մենք կտեսնենք այդ ժամանակը, ինչպես նաեւ տեղադրենք կոճակ, որով մենք կդադարեցնենք այն։ Այսինքն երբ էկրանը բացվի, թող նա սկսի ժամանակը հաշվել, իսկ երբ որ կոճակը սեղմենք, արդեն թող դադարեցնի աշխատանքը։ Անցնենք բլոկերի բաժինը, այստեղ նշենք, որ երբ էկրանը բացվում է, պետք է timer-ը 1-ը միանա, դրա համար այստեղ timer-ի բլոկերի ցանկից ընտրում ենք timer 1 start-ը։ Timer-ի բլոկերի մեջ տեսնում ենք մի քանի կարևոր բլոկեր, օրինակ այս loops-ը տեղադրում ենք, որպեսզի timer-ը շարունակաբար աշխատի։ Կարող ենք նաև փոխել timer-ի ինտերվալները, այսինքն որքան ժամանակը մեկ նա փոխի իր արժեքը։ Այստեղ նշում ենք միլիվայրկյաններով, նշեմ, որ 1000 միլիվայրկյանը դա հավասար է 1 վայրկյանի։ Ես այստեղ 3000-ը դարձնում եմ 1000, որ timer-ը աշխատի վայրկյանը 1։ Եվ տալիս ենք start, որից հետո եկեք ստեղծենք փոփոխական, այն ավանենք seconds, եւ timer 1-ի բլոկերի ցանկից տեղադրենք timer 1 fires բլոկը, որը նշանակում է, եթե timer 1-ը հիմա աշխատանքի մեջ է, այսինքն նա աշխատում է, ինչ գործողություն տեղի ունենա այդ ժամանակ։ Ես ուզում եմ, որ timer 1-ի աշխատանքին զուգահեռ իմ փոփոխականի արժեքը մեծանա 1-ով եւ այդ փոփոխականի արժեքը ցուցադրվի label 1-ի մեջ։ Այսպիսով վայրկյանը 1 կատարվելու է այս timer 1 fires բլոկի մեջ գրված գործողությունը։ Հետևաբար ես վայրկյանը 1 կտեսնեմ իմ փոփոխականի արժեքի փոփոխությունը label 1-ի մեջ։ Եկեք վերադառնանք դիզայն բաժին եւ փորձարկենք, տեսնենք արդյոք ամեն ինչ ճիշտ է աշխատում։ Հիմա երբ էկրանը բացում ենք, տեսնում ենք, որ ժամանակը հաշվարկվում է, երբ որ սեղմեմ stop կոճակը, այն դադարում է։ Սա մեր առաջին սենսորը։ Հիմա եկեք անցնենք առաջ, ծանոթանանք հաջորդ սենսորին, որը իրենից ներկայացնում է հայերեն մենք ասում ենք աքսելերոմետր, այն հասկանում է, երբ որ մենք հեռախոսը թափահարում ենք կամ շարժում ենք։ Որոշ խաղերում եւ հավելվածներում դուք նկատած կլինեք, որ հեռախոսը թափահարելուց հետաքրքիր գործողություններ են տեղի ունենում։ Դա արվում է այս սենսորի օգնությամբ, մենք նույնպես կարող ենք հասկանալ, թե երբ է մեր հեռախոսը թափահարվում։ Մտնենք արդեն աքսելերոմետրի բլոկերի մեջ եւ կտեսնեք հենց երկրորդ բլոկը, որ գրված է shaking, այսինքն թափահարում։ Եկեք կատարենք փոփոխություններ կոդում։ Հիմա երբ էկրան 1-ը բացվում է, թող աքսելերոմետրը միանա, այսինքն enable վիճակը միացված վիճակը տալիս ենք true։ Ջնջենք մնացած բլոկերը եւ ընդամենը գրենք, որ երբ թափահարում ենք մեր հեռախոսը, թող label 1-ի մեջ գրի, որ մենք թափահարում ենք մեր հեռախոսը։ Իհարկե այս ամենը մենք չենք կարող համակարգչային տարբերակով տեսնել, քանի որ ուղիղ հեռախոսի հետ է կապված այս գործողությունը։ Դրա համար եկեք հիմա անցնենք հեռախոսի մեջ, բացենք Tankable-ի հավելվածը եւ այնտեղով փորձարկենք այն։ Բացեցի հավելվածը, հիմա փորձելու եմ թափահարել եւ տեսնում ենք, որ նա label 1-ի մեջ գրեց, որ դու թափահարեցիր հեռախոսը։ Սա աքսելերոմետր գործիքը։ Եկեք անցնենք մյուս սենսորին, որը կոչվում է գիրոսկոպ։ Գիրոսկոպը օգնում է հասկանալ, թե ինչ անկյան տակ է պտտվում մեր հեռախոսը։ Եվ ոչ միայն մեկ ուղղությամբ, այլ 3 ուղղությամբ, այսինքն x ուղղությամբ քանի աստիճանով ենք պտտել մեր հեռախոսը կամ y ուղղությամբ կամ z ուղղությամբ։ Դրա համար եկեք տեղադրենք գիրոսկոպ գործիքը, անցնենք բլոկավորման բաժինը։ Հիմա այնպես կանենք, որ 3 ուղղությունների անկյուններն էլ նա ցուցադրի label-ների մեջ, այսինքն մեզ այստեղ անհրաժեշտ է լինելու 3 label։ Այստեղ գիրոսկոպի բլոկերի ցանկից տեղադրում են գիրոսկոպ change բլոկը, որը նշանակում է, եթե գիրոսկոպից եկող տվյալների մեջ կատարվել է փոփոխություն, այդ դեպքում թող label 1-ի մեջ ցույց տա մեր alpha արժեքը։ Նշեմ, որ alpha-ն այստեղ ցույց է տալիս z ուղղությամբ պտտելու դեպքում ստացված անկյան արժեքները։
Նշեմ նաև, թե որ ուղղությունը ինչ է նշանակում, x-ը դա աջ և ձախ կողմով պտտվելու ժամանակ է տվյալ տալիս, y-ը դեպի վեր կամ դեպի ներքև պտտելու դեպքում, իսկ z-ը արդեն առաջ և հետ պտտելու դեպքում։ Եվ այստեղ տեղադրում եմ ևս երկու label ու նշում եմ, որ երկրորդ label-ի մեջ ցույց տա բետայի արժեքը, երրորդ label-ի մեջ ցույց տա գամմայի արժեքը։ Ալֆան մեր z-ն է, բետան y-ը, գամման x-ը։ Եվ իհարկե այս բլոկերի աշխատանքը նույնպես չենք կարող տեսնել համակարգչով, որտեղ մեր հեռախոսը պետք է պտտենք։ Դրա համար ես կրկին կբացեմ հավելվածով։ Հիմա ես պտտում եմ իմ հեռախոսը տարբեր ուղղություններով ու տեսնում ենք, որ ակնթարթային իրական ժամանակում փոխվում է բոլոր 3 արժեքները։ Երբ օրինակ ես դեպի ձախ եմ պտտում, այդ ժամանակ բացասական թվով եմ արժեքը ստանում, իսկ արդեն դեպի աջ պտտելուց դրական արժեք եմ ստանում։ Նույնը նաև վերև ներքև եւ առաջ եւ հետ արժեքների դեպքում։ Սրանք ամենաշատ կիրառվող եւ 3 հիմնական սենսորներն են, բայց իհարկե այստեղ կա նաև շատ այլ սենսորներ։ Իսկ այս տեսադասի համար այսքանը, շնորհակալություն։